Բարի առավոտ, մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, միացեք մեզ եւ մինչեւ վերջ մնացեք մեզ հետ, որովհետեւ այսօր եւս ունենք շատ համեղ ուտեստի առաջարկ։ Այսօր պատրաստելու ենք պաստայի տարբերակ, այսինքն սպագետիի տարբերակ, ահա տեսնում եք այս գեղեցիկ տարայի մեջ, այս սրվակի մեջ կա շատ համեղ սպագետի։ Ես կուզեմ, որ դուք մոտիկից տեսնեք, թե ինչ տեսք ունի այն ուրեմն հիմքը տոմատի հենց տոմատն է, տոմատի մածուկն է կամ լոլիկն է, լոլիկի հիմքով է այս սպագետին պատրաստված, որը շատ յուրահատուկ կդարձնի մեր օրվա ուտեստը։ Իսկ ինչ բաղադրիչներ են մեզ պետք այս ուտեստը գեղեցկացնելու, համեղացնելու եւ օգտակար դարձնելու, մեզ պետք է սունկ, մաղադանոս եւ պղպեղ։ Իհարկե, այստեղ թավայի մեջ ունենք արդեն աղացած միս, որը տապակվում է, սիրելիներս։ Հիմա փորձենք այստեղ յուղ ավելացնել, փորձենք տապակել միսը ու գնանք առաջ։ Պետք է պղպեղը կտրատել եւ ավելացնել աղացած մսի վրա։ Մեզ պետք է մեկ փայտե գթալ, որպեսզի փորձենք այս աղացած միսը առանձնացնել իրարից եւ իհարկե թողնենք գոլորշիով տապակվի։ Ահա այսպես։ Եվ այստեղ արդեն կարող ենք ավելացնել յուղը։ Բուսայուղը ավելացնենք։ Կարող են կափարիչը ծածկել, որպեսզի հանգիստ իրեն համար եփվի։ Ահա, սա թողնում ենք մի կողմի վրա եւ անցնենք առաջ, սիրելիներս։ Մեզ պետք է մի տախտակ եւ պետք է կտրատենք պղպեղը։ Ահա, հեռացնենք միջուկը։ Այսպես։ Եվ սկսենք մանր կտրատել։ Առաջին հերթին այսպիսի բարակ երկար շերտեր կանենք, հետո մանր խորանարդերի կվերածենք։ Շատ հեշտ պատրաստվող տարբերակ է, սիրելիներս, ընդհանրապես բարդություն չկա այստեղ, պարզապես պետք է ձեռքի տակ լինի մի քանի բաղադրիչ համապատասխան եւ իհարկե սկսենք պատրաստել այս ուտեստը։ Ես հաճախ եմ առաջարկել այսպիսի տարբերակներ, եթե չեմ սխալվում, շատ ժամանակներ առաջ եւս այս տարբերակը փորձել ենք միասին, բայց այսօր թեկուզ եթե սա լինի կրկնողություն, խնդիր չէ, կարծում եմ, երբեմն բաներ կամ բաղադրատոմսեր կամ մոռանում ենք դրանց մասին, հետո ինչ որ մեկը խոսում է, ասում է, հուշում է այդ մասին, ու մենք ասում ենք, «Վայ, ինչ լավ է, այսօր դա կպատրաստենք»։ Եվ այսօր այդ օրինակներից մեկն է, կարծում եմ։ Ահա, արդեն պատրաստ է նաև պղպեղը կտրատված վիճակում։ Սիրելիներս, այստեղ կարող եք սոխ հավելել, այստեղ կարող եք սխտոր հավելել, կարծում եմ շատ, ոչ թե կարծում եմ, վստահ եմ, որ շատ օգտակար եւ համեղ կլինի էլի։ Ես իհարկե այսօր այդ բաղադրիչները չեմ ավելացնի, բայց խորհուրդ եմ տալիս, որ դուք անպայման դա էլ օգտագործեք։ Ահա այսպես, արդեն կարծում եմ աղացած միսը լավ վիճակում է, քիչ է մնացել, որ եփվի, բայց այս ընթացքում կարելի է արդեն ավելացնել պղպեղը։ Եկեք ավելացնենք նորից պղպեղ։ Ահա։ Ինչու ոչ կարելի է ավելացնել նաև սունկը։
Սունկը ես օգտագործում եմ պահածոացված տարբերակը, դուք կարող եք թարմ տարբերակն էլ օգտագործել, ինչպես հարմար կլինի, սակայն խորհուրդ եմ տալիս պահածոացված տարբերակը, որովհետև մեր գործընկերը Իջևանի գինու եւ պահածոների գործարանը արտադրում է մարինացված սունկ, որը շատ համեղ է եւ ուտեստների մեջ շատ տեղին է լինում, եթե չհասցնեք այսպես հետաքրքրվել թե որ տարբերակն է լավը, իմ առաջարկը ամենալավն է Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքը։ Ահա, հիմա սիրելիներս ավելացնենք նաեւ մեր համեմունքները, կարևոր բաղադրիչը։ Աղ ավելացնենք։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ, խմելի սունելի, մի փոքր քրքում, կարելի է դանակի օգնությամբ նույնիսկ այսքան, խառնենք, միջուկը համարյա պատրաստ է արդեն, ես միայն այստեղ պետք է սիրելիներս ավելացնեմ տոմատի մածուկ։ Այսպես կարելի է նույնիսկ մի քանի վայրկյանով կափարիչը ծածկել, որպեսզի ամբողջ համերը միախառնվեն։ Սիրելի Ադրինե, ջան, ողջույն։ Ողջույն, գեղեցիկ, ես եկել եմ հեռուստադիտողներին պատմեմ, շնորհակալ եմ շատ, դու էլ ես շատ գեղեցիկ։ Եկել եմ պատմեմ, թե ինչքան պրոդուկտիվ ես դու եղել առավոտից, որովհետև երևի ամբողջ թիմի ամենապրոդուկտիվ մարդը այսօր դու ես ճանաչում, որովհետև վաղ առավոտից այնքան բան ես հասցրել անել, որ ես ուղղակի ասենց ապշում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Ինչով կարող եմ քեզ օգնել։ Ես համարյա Սոնջան ավարտել եմ իմ աշխատանքը, եթե քեզ դժվար չէ, կարող ես կանաչին կտրատել, եթե քեզ կարող եմ տախտակը մաքուր տախտակ առաջարկել։ Ես կողքը կարող եմ նույնիսկ հարմարվել, որովհետև միևնույն է։ Այսպես։ Տալիս ես ամեն։ Այո, ամեն դեպքում տալիս եմ, որպեսզի շատ գեղեցիկ ես եւ շատ ես ուզում եմ ամեն բան իդեալական լինի քո մոտ։ Շնորհակալ եմ։ Ես առաջարկում եմ հեռուստադիտողների հետ երաժշտական դադար ունենանք այս պայն, վայելենք լավ ռիթմեր, հետո վերադառնանք եւ հենց խոհանոցից էլ շարունակենք։ Ինչպես հասկացաք, մեր թիմի տղաները ռոմանտիկ տրամադրություն ունեին, այդ իսկ պատճառով մենք վայելեցինք Իվետ Ամուկուչյան եւ Արկադի Դումիկյան կինոյի պես այս գեղեցիկ կատարումը եւ հիմա այո շարունակում ենք խոհանոցից։ Ես կանաչին համարյա վերջացնում եմ կտրատել։ Ադրինեն այնքան պրոդուկտիվ է, որ չիրեմ կթվենք, այդքան ինչ արեցիր։ Համարյա ավարտել ենք մեր օրվա կերակուրը պատրաստելու process-ը, սիրելիներս, խորհուրդ եմ տալիս դուք էլ մերպես արագ-արագ այսպես անցնեք գործի եւ ստանաք ձեր օրվա ուտելիքը, երեխաները այսօր կվերադառնան աշխատանքից, դասից, ուսանողները կգան տուն եւ կերակուրը պատրաստ կլինի։ Ես հիշեցնեմ ինչ ենք արել մինչ այս պահը, աղացած միսը տապակել ենք, այնտեղ ավելացնելով կարմիր պղպեղ եւ իհարկե սունկ, ես հիմա ավելացնում եմ տոմատի մածուկ եւ իհարկե բազմապիսի համեմունքներ։ Տոմատի մածուկը եւս ավելացնենք եւ իհարկե արդեն վերջնական process-ը պետք է լինի սպագետիի տապակելը։ Ես ամենահեշտ տարբերակն եմ այսօր հեռուստադիտողիս առաջարկում, այսքան արագ եւ դինամիկ պատրաստեցինք միջուկը, սպագետին ամբողջությամբ կտեղափոխեմ միջուկի վրա, եռացրած ջուր կավելացնեմ եւ այդպես հանդարտ կթողնենք եփվի։ Կարող ենք հենց հիմա այդ process-ը կատարել, որպեսզի հեռուստադիտողը տեսնի։ Ես ինչպես նշեցի, ուրեմն սպագետին հանդիսանում է լոլիկի հիմքով, ամբողջությամբ պատված է լոլիկով։ Այսպես։ Ես կվերցեմ այդ գեղեցիկ տարանը։ Խնդրեմ։ Այո, շատ գեղեցիկ է։ Եվ ավելացնենք եռացրած ջուր։ Ու թողնենք հանդարտ իրեն համար տապակվի։ Հրաշալի է։ Այո, շատ հեշտ տարբերակ է, ես ինչու ընտրեցի այսօր այս տարբերակը։ Հեշտ, արագ պատրաստող եւ շատ համեղ։ Այո։
բոլորը մեկտեղ, այսպես ասած, այնպես որ խորհուրդ եմ տալիս այսօր հետևեք այս օրինակին, ինչու ոչ եղանակին եւս համահունչ է եւ շատ սազում էի, կարծում եմ, կարող եք այսօր այս բաղադրատոմսը գրի առնել եւ օրվա ընթացքում պատրաստել, ինձ թվում է ընտանիքի անդամները գոհ կլինեն։ Այո, իսկ հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ սիրելիներս, մեր ուտեստը պատրաստ է եւ արդեն մատուցման ամանի մեջ է, այն շատ համեղ է եւ ամենակարևորը շատ դինամիկ պատրաստվեց, շատ արագ պատրաստվեց, ձեռք բերեք այս բաղադրիչները, որովհետև շատ հասանելի են եւ ինչու ոչ մատչելի, կարելի է այսօր օրը հենց այս ուտեստով էլ սկսել եւ ավարտել։ Այն բաղկացած էր բնականաբար հիմքը սպագետին հանդիսացավ, որի ուրեմն հիմնական բաղադրիչը հենց տոմատի մածուկն էր, այստեղ ունենք աղացած միս, պղպեղ կարմիր, սունկ եւ համեմունքներ եւ իհարկե վերջում զարդարենք մաղադանոսի գեղեցիկ կտրատված փաթիլներով եւ հրամցնենք մեր ընտանիքի անդամներին։ Սիրելիներս, լավ եղեք, հետևեք ձեր սննդակարգին, լավ սնվեք, արդեն ցուրտ է եղանակը, պետք է անպայման տաք հագնվել, սա հաշվի առեք, ձեզ լավ նայեք, խնայեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։